Եվ այսպես Զանգեզուրի միջանցքը բացվելու է 2028 թվականին Ալիևը եւ Փաշինյանը հաստատում են։ Հարգելի հեռուստադիտողներ, այս շաբաթ բավականին հետաքրքիր զավեշտալի նույնիսկ կարելի ասել միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայում կողոպտերեն Լուվրը։ Այս միջադեպի վերաբերյալ իր գնահատականն է տվել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, ով նշել է հետևյալը, որ սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ երբեմնի հզոր պետությունը անկում է ապրում, խոսքը վերաբերվում է Ֆրանսիային, նա նշել է հետևյալը, որ Ֆրանսիայի իշխանությունները բավականին հմտացել են նրանում, որ կարողանում են հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, իրական սպառնալիքներից, ուշադրությունը սևեռել լրիվ այլ հարցերի վրա։ Բավականին օբյեկտիվ գնահատական է տալիս Պավել Դուրովը, թե Ֆրանսիայի հետ կատարվողի վերաբերյալ, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարած քաղաքականության մասին, բայց կա եւս մի կարևոր նրբերանգ, ամենայն հավանականությամբ Պավել Դուրովը շատ չի հետաքրքրվում կամ ընդհանրապես չի հետաքրքրվում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներով, հետեւաբար նա հստակ կիմանար, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահը եւ Նիկոլ Փաշինյանը իրենք կարողանում են հայ հասարակության հետ անել այն, ինչը Մակրոնը անում է Ֆրանսիայում, այսինքն շեղել ուշադրությունը։ Եկեք ավելի կոնկրետ օրինակով խոսենք։ Երեկ եւ այսօր իշխանական падգամավորները, նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, ովքեր օրինակ ասում են, որ եթե Ադրբեջանից եկող հացահատիկը ինքը լավ որակով լինի եւ էժան լինի, ապա ողջունում են իրենք այդ ամեն ինչը, խոսում են հետեւյալի մասին, որ մի աննախադեպ բան է տեղի ունեցել, Ադրբեջանը բացում է տարածման հնարավորությունը իր տարածքով դեպի Հայաստան բեռներ տեղափոխելու Բազմաթիվ քննարկումներ են այս ամենի վերաբերյալ ընդհանում ազգային ժողովում ելույթներ են ունենում, իշխանություններին աջակցող շրջանակներն ասում են փաստորեն Ադրբեջանը առաջինն է, որ անխոչնդոտ ճանապարհ է բացում Հայաստանի համար, բայց չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանում հստակ խոսվում է Զանգեզուրի միջանցքի մասին, Զանգեզուրի միջանցքի բացման մասին, ավելին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը նաև պատկեր էր ներկայացրել, թե ենթակառուցվածքների կառուցման տեսանկյունից այդ Զանգեզուրի միջանցքի պրոյեկտի իրականացման աշխատանքները ինչ փուլում են գտնվում, բայց քիչ է որ ադրբեջանական լրատվամիջոցներն են դա ասում, կա եւս մի չափազանց կարևոր հանգամանք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով աշխատանքային այցով գտնվում էր Ղազախստանում, ասուլիս է տալիս իր ղազախ գործընկերոջ հետ, Կասիմ Ջոմարտ Տոկաևի հետ, եւ նշում է հետեւյալը, որ իսկապես հանվել են տարանցման այդ արգելքները, որոնք տարիներ շարունակ գործում են, այսինքն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան այլևս ինչ որ ապրանքներ կարելի է մատակարարել, տեղափոխել, բայց ոչ թե ուղիղ Հայաստան, այլ Ադրբեջանով գնան Վրաստան եւ Վրաստանից արդեն մտնեն Հայաստան, այլ կերպ ասած հարգելի հեռուստադիտողներ, մենք օրինակ Լիտվայից էլ նույն տրամաբանությամբ կարող ենք տարբեր ապրանքներ ստանալ, գա Վրաստան, հետո Վրաստանից գա Հայաստան, բայց մենք դրանից դարակազմիկ ինչ որ երևույթ չենք ստեղծում, բայց Ադրբեջանի պարագան այլ է, իշխանությունները լրիվ այլ մոտեցում ունեն այս ամենի համատեքստում, բայց ինչը եւս կարևոր է, Ադրբեջանի նախագահը նշում է հետեւյալը, դուք էլ արդեն լսեցիք, որ Ադրբեջանի տարածքով Զանգեզուրի միջանցքի ենթակառուցվածքային աշխատանքների այդ աշխատանքները կավարտվեն 2026 թվականի կեսին, այսինքն Զանգեզուրի միջանցքը կհասնի Հայաստանի Հանրապետության սահմաններին, նշել է նաեւ հետեւյալը, որ այլ պետություններում այդ միջանցքին վերաբերվող ենթակառուցվածքների աշխատանքները պետք է ավարտվեն 2028 թվականին եւ նա հույս ունի, որ 28 թվականի ավարտին արդեն Զանգեզուրի միջանցքը կբացվի։ Սա հոկտեմբերի 21-ին էր։ Հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վրաստան, մասնակցում է Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին, ելույթ է ունենում, ելույթի ժամանակ նշում է հետեւյալը, որ Հայաստանը ունի քաղաքական կամք, պատրաստակամություն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար տարանցման հնարավորությունները բացել Հայաստանի Հանրապետության տարածքով, որովհետեւ չգիտեմ, թուրքական բեռնատարները Հայաստանի տարածքով գնան Ադրբեջան, ադրբեջանական բեռնատարները գնան Թուրքիա, ավելին նա ասում է, որ կա քաղաքական պատրաստակամություն Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան Ադրբեջանին տրամադրել այդ համապատասխան ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, ճիշտ է նա նշում է հետեւյալը, որ այս պայմանությամբ տեխնիկապես դա հնարավոր չէ իրականացնել, բայց հույս ունի, որ 2-3 տարում այդ խնդիրները կլուծվեն եւ համապատասխան կոմունիկացիաները կստեղծվեն, հարգելի հեռուստադիտողներ, այսօրվանից եթե 3 տարի հետոյի մասն եք ասում, դա 2028 թվականի ավարտն է։ Դա ստացվում է հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիևը հստակ նշում են այն տարեթիվը, թե երբ է Հայաստանի Հանրապետության տարածքով բացվելու Լաչինի միջանցքի տրամաբանությամբ գործող Զանգեզուրի միջանցքը դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց տեսեք, եկեք այս տարանցման հարցին վերադառնանք։ Ինչ են ասում իշխանությունները եւ ընդհանրապես այս ամեն ինչը ինչ լուրից չէ, նաեւ սկսվեց, որ Հայաստան է գալու հացահատիկի բեռ է գալու, որը Ղազախստանից գալու է Ադրբեջան, Ադրբեջանից գնալու է Վրաստան, Վրաստանից մտնելու է Հայաստանի Հանրապետություն։
Այս ապրանքի ընտրությունը ինքը եւս պատահական չէ։ Հարգելի հեռուստադիտողներ, Անին այսօր արդեն հասցրել է ասել, որ քանի դեռ Արցախը հայկականն ավելի քան 25% հացահատիկի, որը մենք սպառում ենք, մենք ստանում ենք Արցախի հանրապետությունից, բայց հավանաբար արցախյան հացահատիկը այս իշխանությունների համար անընդունելի էր, դրա համար իրենք որոշեցին հանձնել Արցախը, որպեսզի Ադրբեջանի տարածքով ստանան հացահատիկ, իսկ հիմա իրավիճակը հետևյալն է, ավելի քան 95% հացահատիկի մենք ստանում ենք Ռուսաստանից եւ մի իրավիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարար Միրզոյան դեռևս Արարատը ասում է, որ մենք Եվրոմիության անդամակցության հայտ ենք ներկայացնելու, երբ որ դու հայտ ես ներկայացնում, դա որոշակի փոփոխություններ է ենթադրում, կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում, օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական փոփոխություններ, տնտեսական ստանդարտների փոփոխություն, եվրոպական ստանդարտներն էլ անհամատեղել են Եվրասիական տնտեսական միության ստանդարտների հետ։ Դա իր հերթին հանգեցնելու է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս է մնալու Եվրասիական տնտեսական միությունից։ Դա հանգեցնելու է նրան, որ Եվրասիական տնտեսական միությունից եւ առաջին հերթին Ռուսաստանից մենք այլևս նույն գներով, նույն հնարավորությունը չենք ունենալու ստանալու նույն հացահատիկը։ Եվ տրամաբանական հարց է առաջում, չէ՞, այդ պարենային անվտանգության հարցը ոնց է լուծվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը վերադառնալով Պավել Դուրովի ասացին, որ կարողանում են մանիպուլացնել հասարակական տրամադրությունները Ֆրանսիայում, նույնն էլ փորձում են անել այստեղ Հայաստանում։ Ալիևը եւ Փաշինյանը փորձում են ստեղծել պատրանք, թե իբր թե Հայաստանի համար նաեւ պարենային անվտանգության հարցը լուծվում է։ Բայց տեսեք, եթե մենք դուրս ենք գալիս Եվրասիական տնտեսական միությունից, Ռուսաստանի հետ տնտեսական կոոպերացիան զրոյացնում ենք, կախվածության մեջ ենք ընկնում ադրբեջանական ապրանքներից, Ադրբեջանի տարածքով տարածման այդ հնարավորություններից, թուրքական ապրանքներից, թուրքական շուկայից, Թուրքիայի տարածքով տարածման հնարավորություններից, այս ամենը վերածվում է Հայաստանի Հանրապետության վրա լրացուցիչ ճնշման գործիքների։ Այլ կերպ ասած, օրինակ, հիշենք Լաչինի Միջանցքում տեղի ունեցած միջադեպը, ադրբեջանցիները թուրքերը կարող են փակել տարածման հնարավորությունները եւ ասել, քանի X զիջումների չեք գնացել, տարածքային զիջումների գազ չեք ստանալու, հացահատիկ չեք ստանալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի այս ամեն ինչի մասին այս պայդրությամբ չի ասում, բայց իրականությունը նաեւ կայանում է նրանում, հարգելի հեռուստադիտողներ, ամփոփելով այս ամենը, Հայաստանի Հանրապետության ինտեգրումը թուրքական աշխարհին շատ ավելի արագ տեմպերով է ընթանում, քան շատերը կարող են նույնիսկ պատկերացնել։ Մտածեք այդ մասին։